Ժողովուրդ օրաթերթը հերթական սկանդալային բաց նամակն է ստացել Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից։ Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է, հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջև բռնկված, մեղմ ասած կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։ Ականատեսների փոխանցմամբ դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև ծագել է տևական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի և կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլև բավականին երկար ժամանակ տևած ծեծկռտուքի և քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ և ջուր են ցողել, մազեր պոկել։ Այն, ինչ պետք է կանխվեր ֆակուլտետի ղեկավարության կողմից, վերածվել է շոկային տեսարանի ամբողջ համալսարանի համար։ Եվ այստեղ ամենացավալին այն է, որ այս ամբողջ անկարգության պատասխանատու դեմքը լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարգսյանն է։ Վերջերս իզորու չէ ֆակուլտետում ապահովել տարրական կարգապահություն, կանխարգելելու ուսանողների միջև աճող լարվածությունը և ստեղծելու առողջ միջավայր։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը վեհափառի և եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է, խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ, ներսից է քանդում եկեղեցին։ Թերթի տեղեկություններով սցենարը հետևյալն է՝ եպիսկոպոսած դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետև պարտադրել վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգևորական է միացել, մի քանի քահանաներ։ Թերթի իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկա օրերին 2-3 նոր անուն կլսենք, սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգևորականի աջակցություն։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն 4-րդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են Ազգային ժողովի նիստերը։ Խմբակցությունն այլևս չի ենթարկվում նրան։ Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմով դարձյալ Ազգային ժողովում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել, որպեսզի Ազգային ժողովը սկսեր իր աշխատանքները։ Սիմոնյանը 3 անգամ հայտարարեց գրանցման մասին, բայց ապարդյուն, բավարար չափով պատգամավորներ չէին ներկայացել աշխատանքի։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է չնայած իշխանության ճնշումներին Գյումրու ընդդիմադիր ավականին դիմադրում է։ Տևական ընդմիջումից հետո 3 ավականին հերթական նիստն է անցկացրել, ապահովելով ավականու բնականոն ընթացքը։ Թերթի տեղեկություններով բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի և ավականու Մայր Հայաստանի ղեկավար Կարեն Սիմոնյանի միջև, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն հանձին Մարտուն Գրիգորյանի որդու։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նոյեմբերի 27-ին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ մի քանի դեռահասներ դաժանորեն ծեծի և նվաստացման են ենթարկում մի անօգնական երիտասարդի, Ալենին, հանրության մեջ հույզեր արթնացրեց, որը հիմա դարձել է անպատժելիության հստակ օրինակ։ Թերթը քննչական կոմիտեից տեղեկացել է, որ դեռ Ալենին կամ նրա հորը պապիկին չեն կանչել հարցաքննության, չեն լսել տուժողներին։ Գյուղացիներից տեղեկացել է թերթը, որ ծեծի ենթարկված դեռահասը հիմնականում պապիկի խնամքի տակ է։ Թերթին այս աղմկահարույց գործից մանրամասներ հայտնի դարձան այն մասին, որ բռնության ենթարկողների մի մասի ծնողները զբաղեցնում են կրթական և իրավապահ համակարգերի պատասխանատու պաշտոններ։ Մասնավորապես Մանուշակ Առաքելյան, գյուղի մանկապարտեզի տնօրեն, ծեծին մասնակցածներից մեկի մայրն է։ Ամալիա Պողոսյան, Զորականի դպրոցի փոխտնօրեն, ծեծի մասնակցի մայր է։ Ռուբեն Գասպարյան, Արթիկի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, կրկին ծեծի մասնակիցներից մեկի հայրը։ Այս պաշտոնները ոչ միայն վարչական ծանրություն են, այլև ուղղակիորեն առնչվում են երեխաների, պատանիների բարոյահոգեբանական միջավայրի ու իրավական գիտակցության ձևավորմանը։ Եվ հենց այստեղ է, որ հանրային վստահության լուրջ ճեղք է առաջացել։ Գրում է թերթը։